Անհրապույր այս պատկերն ամիսներ անց կանհետանա, Գավառի քաղաքապետարանը սրա փոխարեն սա է խոստանում։ Այս պայն մենք գտնում ենք Գավառի կենտրոնական հրապարակում, ամբողջ հրապարակում պահպանվել է նախկին ճարտարապետական տեսքը։ Խոսքս հատկապես շատրվանային համակարգի ջրավակավազանի մասին է, որը իր ծավալներով բավականին մեծ է եւ մենք փորձել ենք պահպանել եւ այստեղ որ մենք կանգնած ենք ամիսներ անց մենք կտեսնենք լուսաձայնային համակարգով ագեցած մեր բնակչության շրջանում տարածված երկող եւ պարող շատրվաններ Ջուր, գազ, լույս, ասֆալտ, կենցաղային այս պահանջներով համայնքի բնակիչները հաճախ են համայնքապետարան գնում։ Մոտ 660 միլիոն դրամ սակայն որոշվել է ուղղել քաղաքի գլխավոր հրապարակի շատրվանների կառուցմանը։ Համայնքապետի տեղակալն ասում է, ժամանցը կազմակերպելու հարցում եւս մայրաքաղաքից հետ մնալ պետք չէ։ Վստահ եմ, որ ոչ միայն մեր Գավառ քաղաքի, մեր համայնքի բնակիչների, այլ նաև մարզի եւ մեր համայնք այցելող զբոսաշրջիկների հյուրերի համար հրապարակը իր գրավիչ տեսքով նաև կանչող է լինելու, որովհետեւ այն լուծումները, որ նախատեսված է, բավականին հետաքրքիր է, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող, ինչու՞ չէ նաև մեր մայրաքաղաքի շատրվանային հրապարակին չզիջող եւ միգուցե մի փոքր իր առավելություններով շատրվանային համակարգ ենք ունենալու։ Գավառ խոշորացված համայնքը մոտ 62000 բնակիչ ունի։ Հիմա արտագնա աշխատանքի ավելի քիչ են գնում։ Համայնքապետարանը նպատակ է դրել հասնելու նրան, որ համայնքից Երևան էլ չտեղափոխվեն։ Շատրվանը կօգնի հարցի պատասխանը դրական է։ Հրապարակի շատրվանային համակարգ եւ ընդհանուր հրապարակի գործարկումը կարող է նպաստել նաեւ զբոսաշրջության զարգացմանը, խթանմանը մեր համայնքում, իսկ դրա արդյունքում մեր տնտեսվարողներն ենք մենք նպաստելու, որպեսզի զբոսաշրջիկներ օգտվեն այս կամ այն ծառայություններից, հյուրատներից եւ այլ ծառայություններից եւ բնականաբար դրան զուգահեռ ճանապարհներն են բարեկարգվում, կանաչապատում, այսինքն այդ ամբողջը համալիր լուծում է պահանջում։ Խոսա այդ քո խատրի խմար խոսա։ Գավառցիներն անհամբեր սպասում են հրապարակի բացմանը, բայց նախընտրում են ակնկալիքների մասին խոսել առանց տեսախցիկի։ Կուզեմ որ էլի, բայց ինչ անեմ, ինչ գիտեմ ինչ է։ Ուղղակի կուզեմ որ ավելի շուտ բացվի, փոքրիկ թորնիկ ունենք էլի, հրապարակ մանկա։ Շատ են ուզում, մեկին արծետ, այս տարի կբացվի, ինչ գիտեմ, ինչ ասեմ իմ աղջիկ, ինչ է։ Ես Արուսյակն եմ։ Արուսյակյան։ Ես չեմ ասիր։ Ես էլ ես։ Տիկինը օգտվելով առեղծվածային մնալու իր իրավունքից ձայնագրիչն անջատելուց հետո է պատմում։ Գավառը ժամանակին շատ ակտիվ էր։ Հրապարակը, որ վերջին տարիներին շինարարության համար փակ է, մի ժամանակ մինչև կեսգիշեր ակտիվ է եղել։ Համայնքապետարանը վերաակտիվացում է խոստանում։ Նախորդ տարիներին Գավառ համայնքի բյուջեի միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով վերակառուցվել է մեր անձնագիր հուշապատը, որը մեր քաղաքի հիմնադրման մասին տեղեկություններ է ներկայացնում։ Մեր հուշապատի կողքին գտնվում է մեր քաղաքի հիմնադիրներ Արծունի եղբայրների մեծադիր արձանախումբը, որի բացումը տեղի կունենա ապրիլ ամսվա վերջին։ Իհարկե մեր թատրոնի շենքը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո միակ պետական թատրոնի շենքն է, որ ինքը զրոյից է կառուցվել եւ այս ամբողջ հրապարակի համալիրին համահունչ է։ Առաջին հայացքից պարզ թվացող ու միայն գեղագիտական արժեք ստեղծող այս գործողություններով կարևոր խնդիր են լուծելու վստահ են Գավառի համայնքապետարանում։ Երիտասարդներին, երեխաներին, նորաստեղծ ընտանիքներին ասֆալտապատ փողոցի եւ մշտական տաք ջրի չափ նաեւ հաճելի միջավայր է պետք։ Գուցե նաեւ դա է մարդկանց համայնքներում պահելու գործիքը, ասում է Գրիգոր Դաշտոյանը։ Տեսական այս պնդումը կհաստատվի կամ կհերքվի տարեվերջին Երևանի շատրվաններին չզիջող դեռ ավելի լավ համալիրը շահագործման հանձնելուց հետո։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։